Հոկտեմբեր ամսվա կանխատեսումներից մինչև բիզնես աստղաբանություն, սև մոգությունից մինչև սև լուսնի հովանավորչություն, մայրական անեծքի ուժից մինչև հայրական անեծքի ճակատագրական հետք և այլ փշաքաղվելու կանխատեսումներով է այս անգամ կիսվել մեզ հետ հայտնի աստղաբան Գայանե Սարգսյանը, ողջ զրույցի ընթացքում կարմիր թելով տանելով այն միտքը, որ ցանկացած սև գործ բումերանգի էֆեկտով շատ ավելի դաժան հայելային ձևով հետ է վերադառնում։ Շնորհակալ եմ կրկին հրավիրելու համար, հետաքրքիր զրույց ենք ունենում, պարբերաբար կիսվում ենք և մեր փորձով, և առօրյա, և նաև աստղաբանական գիտելիքներով, նոր ասեցի չէ, ինչ լավ է, որ խաղաղ ասել, մարդ եմ, այո, ուրախ եմ դրա համար, տիեզերքը ինքը համապատասխան այդ դիրքավորումները ինձ ընծայել է, բայց երևի դրա մասին ընթացքում կխոսենք ինչու է այդպես եղել, բայց այնպես չէ, էլի, որ եթե հարված են, հակահարված չեմ տա։ Դա բնական մարդկային ռեակցիա է, կարծում եմ։ Այո, ռեակցիա է։ Եվ ինչն է կարևոր, որ հոկտեմբեր ենք։ Հոկտեմբերի ամենագեղեցիկ ամիսն է ինձ համար, մանավանդ որը աշուն է, 2 տարի հոկտեմբեր ինքն գեղեցիկ է գնում։ Նախ ինքը կշեռքի կարճի կենդանակերպ է, բայց մոտ 20 օր կշեռքի կենդանակերպում ենք։ Այդ բնության այդ գեղեցկությունը, ծառերը, երբ որ տերևները թափում են, ոսկե զոծ են նրանք, այդ գույները, այդ էսթետիկան, հագուստների համադրությունն արում ձեզ մոտ արդեն իսկականին արաշնանային գույներ են։ Ես դեռևս ամառային տրամադրությունների մեջ եմ, բայց միևնույն է, ինքը հարմար է կրել այս պահին։ Կշեռքների համար է կարևոր, գործընկերային հարաբերություններ կառուցելու համար է կարևոր, նոր պրոյեկտներ, չնայած արդեն իսկ մենք լիալուսնինը անցնում ենք, գիտեք, ավարտուն գործերի համար է կարևոր, բայց եթե ինչ-որ գործ եք սկսել, որտեղ ամսի 2-3-ը Լուսինը ջրհոսում է, ջրհոսը դա ընկերներ էին, համախոհներ էին, եթե ինչ-որ ծրագրեր արդեն մեկնարկել եք, եկեք ավարտին հարցնենք, դրա մասին իրազեկեք, տեղեկացրեք հանրությանը։ Այսինքն կուլմինացիային պետք է հասցնենք։ Արդեն կուլմինացիան սկսել է, ինքը պետք է տեղավորենք, հա, եկել ենք, խոսել ենք, տեսակետները կա, հիմա ամեն ինչ տեղավորենք, այո, իր տուփերի մեջ, եւ դրա համար հարմար օր է, հենց ամսի 6-ը այսօր եթե ընթանա, իսկ եթե ոչ 6-ից հետո մենք դրական օրեր ունենք կրկին ամսի, այստեղ նայում եմ 11, 12 հրաշալի է ուղղակի, այդ կներեք 10-11-ը ինտելեկտուալ աշխատանքով զբաղվելու համար է, բարենպաստ մեքենա գնելու համար, շփումների, նրանք ովքեր տեղեկատվական տիրույթում են, լրատվամիջոցներ են, համացանցն է, գիտեք, այս վերջերս ուսումնասիրում եմ հանրային տիրույթում, որ շատ են երևում այդ անձինք, նրանք հիմնականում ջրհոսները եւ առյուծներ են։ Դուք տեսակ, մենք անցած անգամ խոսեցինք, թե որքան հայտնի մարդիկ եկան մեր հայրերին Յուպիտերը խեցգետում, բայց նրանց մեջ, այդ հայտնիների մեջ ես հայտնաբերեցի առյուծների, թե հանրային տիրույթում, թե որքան մարդ կար, որ առյուծ էր, առյուծը ինչն է, առյուծը դա բեմն է, ինքնա տիրապետումը, ինքն իրեն հանրությանը իցույց դնելն է, հա, կշեռքներ էլ կան, կշեռքները էսթետներ են, ինչն է հետաքրքիր, նրանք այդ իրենց փայլով, տաղանդներով, արեգակը տաղանդն է, առյուծի մոլորակը, հենց առյուծում իրենց տաղանդներով կարողանում են գրավել հանրության սիրտը կրկին առյուծին է, և ջրհոսներ, բլոգերների մոտ եմ հայտնաբերել, հայտնի բլոգերները Հայաստանում դրսում 6-6-6, այստեղ 2-2-2 այդ դաջվածքով ջրհոսի կենդանակերպի ազդեցության տակ ծնվածները Ռոնալդոն նայեցի, կրկին, ինչ հետաքրքիր էր, այո, ամբողջ համացանցը, իրենք հենց այնպես չեն ծնվել, սիրելի Էլոնա, ջրհոսը համացանցն է, ջրհոսը Ռոնալդոյի դեպքում ֆուտբոլն է, այնտեղ 7-եր էլ ունի, 8-եր էլ ունի, մնացած այդ անձիկ, որոնք մեծ հանրային լսարան են ձևանում, դա ջրհոսի ազդեցության տակ, ինչ եմ այսքան ասում, որովհետև հենց 10-11-ը այդ հանրային դաշտում իրազեկման, այո, տեղեկատվություն տրամադրելու, գովազդներ դնելու բացառիկ բարենպաստ օրեր են, շատ քիչ է լինում այդպես։
օդի եւ կրակի ազդեցության տակ ծնվածների համար է բարենպաստ, բայց դուք գիտեք, մենք ցույց ենք տվել 12 կենդանակերպերը մեր քարտեզում կա, ուղղակի այդ դեպքում պետք է գան անհատական քարտեզի վերլուծության, որպեսզի հասկանանք հենց այդ երկորյակի դաշտը իրենց քարտեզի որ ոլորտն են գրկում, որտեղ կենդանակերպը երկորյակն է, բայց ոլորտ կա, մեկի մոտ կարող է լինել տունը, մյուսի մոտ երեխաների հետ կապված հարցեր, մյուսի մոտ աշխատանք, կենցաղ, առողջություն, մյուսի մոտ արդեն գործընկերային հարաբերություն, ես ըստ ոլորտների 4, 5, 6, 7 տները ասեցի, հրաշալի դիրքեր կան, թողոք տվեն, ինչն է հետաքրքիր, որ հենց այդ օրերին ես կարևոր հանդիպումներ եմ ունենում, անցած շաբաթ ռադիոյով է խոսում, այսօր ակտիվության օր է, հուսամ որ այսօր հենց մեր եթերը կընթանա, այսպես մարտական տրամադրված եկել է։ Դրական նոտաներով Բացասական միտումներ կան, դա սևուսնի դիրքով է, կարծեմ դուք հարցադրում եք կխոսեմ։ Եվ դիրական դիրքավորումներից սիրելի Իլոնա, մենք ունենք Սատուրն Յուպիտեր տրիգոնը, Սատուրնը ձգներում է, ինքը մի քանի ամիս այստեղ լինի ու վերջնական գնում է, լքում է այլևս 29-30 տարի չի վերադառնալ, Յուպիտերը ամեն 12 տարի մեկ է լինում, ես այսպես եթե, ինչպես գլխի չէի ընկել, ի վերջո երբ որ դիտարկեցի նրանք երբ են հանդիպել, եթե Սատուրնը միևնույն դիրքին լինում է 29-30 տարի հետո, Յուպիտերը լինում է 12 տարին հետո, մենք ուղղակի 12 անգամ 5 պետք է անենք 60 և 2, այսինքն նրանք հանդիպել են մոտավորապես 29-30 տարի առաջ, այդ չեն հանդիպել, դրական դիրքեր են կազմել, հիմա կրկին այդ դիրքերն են, բարեկեցության ժամանակահատված է, միշտ պրոպագանդա եմ անում, ասում եկեք հայրենիք երեխաներ ունեցեք, գիտեք ինչքան նամակներ են գրել, որ մենք ի վերջո գոտ է պնվել ենք ձեր ասածից եւ անդրադառնալով անհատական քարտեզներին, եթե դուք նկատել եք, մեր հաղորդումների տակ շատ հաճախ մեր հետևորդները, ձեր հետևորդներին հետաքրքրում է, թե ինչ արժե անհատական քարտեզների վերլուծությունը եւ որքանով են դրանք իրատեսական ի վերջո։ Յուրաքանչյուրի համար անհատական մոտեցում է, կարող են գրել, մենք կխոսեմ, կպարզաբանեմ, նաև դասընթացներ եմ անցկացնում, դասընթացները, որ ողջ աշխարհի մակարդակով է, այստեղ տրեյնինգներ եմ ունենում, ովքեր բիզնեսներ ունեն, արդեն նկատած կլինեն, որ Հայաստանում այն մասնագետն եմ, որ հստակ բիզնես աստղաբանությամբ եմ զբաղվում, որտեղ ինքս 2 տարվա կառավարման ակադեմիայի այդ փորձառությունն եմ անցել, կառավարման հոգեբանություն 5 տարի դրանից առաջ եւ փորձել եմ այդ գիտելիքները համադրել եւ ինչն էր հետաքրքիր, անցած տարի ես շատ խոր ուսումնասիրության եմ ենթարկել բիզնեսները, նաեւ խորացել եմ բիզնես աստղաբանության մեջ, բայց եթե չլիներ իմ հոգեբանական կրթությունը, սիրելի Իլոնա, ես չէի կարող համադրել, որտեղ այդ ամենի այո, եւ վերջերս երբ որ հանդիպում էր, ասեցին բիզնես աստղաբան զարմացել են, որ Հայաստանում կա, այո, արդեն, բայց դա չի նշանակում, որ մեր հանրության այն զանգվածը, որին պետք է, որ միջանձնային հարաբերությունների քննարկում կատարենք, երեխայի սեռի պլանավորման համար եմ հաշվում, կրկին Հայաստանում ես եմ հաշվում։ Իսկ հնարավոր է աստղային քարտեզը դիտարկել, այսպես ասած, հեռավար, թե պետք է անպայման հեռավար, հիմնականում հանդիպել եւ հիմնականում հեռավար են կատարում այդ ամեն, այն կարծես տրեյնինգ է, գիտեք ինչպես է, ես այդ ամենը անում Zoom ծրագրի միջոցով, մենք միանում ենք, իրենց քարտեզը տեսնում են, լուսաբանում են, դա ոչ միայն, դա նաև ուսուցման փուլ է, կարճ մինի փուլ, որտեղ ցուցադրվում է ամբողջական քարտեզը, թույլ է տրվում նաև նրանց այդ ամենը նկարել, պահել եւ նաև ես ինքս եմ խնդրում, որ հետագայում, քանի որ ժամի ճշտում են կատարում, սիրելի Իլոնա, մենք աստղաբանները այն մասնագետներ են, որոնք աստղագիտական հաշվարկների միջոցով կարողանում են գտնել մարդու ծնված ժամն ու րոպեն։ Իսկ ինչպես են կարողանում, որովհետև մենք կյանքում ունենում ենք որոշակի փուլեր, այդ փուլերի ժամանակ տեղի են ունենում մոլորակային դիրքավորումներ, փոխազդեցություն մեր քարտեզի հետ եւ մենք կարողանում ենք գտնել ժամը։ Շատ կարեւոր է, այդպեսի ես չգիտեմ, այսքան գիտելիքների, գիտությունների հետ եմ առնչվել, աստղաբանությունը իմ համար գիտելիքների
գիտելիքների մայրն է։ Հետո եթե հանկարծ այնպես ստացի, որ աստղաբանություն ես չզբաղվեմ դրանով, նոր երկրորդ տեղում հոգեբանությունն է։ Հոգեբանություն շատ է օգնում անձնային այդ որակները շտկելու։ Մենք աստղաբանորեն տեսեք, մենք դիրքեր ունենք, այլ որ կարմիր գծեր, կարմիր, ասում եմ, տարբեր սև գծեր, դրանք կարմիրը ինչ է զգուշացնում է, գույնը հոգեբանության մեջ հենց դա է, չէ՞, կապույտը կանաչը դա հնարավորությունների գույնն է, պատահաբար չի ընտրվել այդ ամենը։ Եվ հոգեբանները կարողանում են օգնել որոշակի փուլերում մարդկանց այդ բարդ իրադրությունը հաղթահարել կամ չհաղթան կամ ուղղակի անցնել։ Մարդկան ընտրում է հոգևորի ճանապարհը, եթե Նեպտունի դիրքերն են, Նեպտունի դիրքերի ժամանակ կամ դիմում են հոգեբանի ծառայության կամ ինտեգրվում ինչ որ հոգևոր այդ կառույցների, դա կարող են եւ աղաններ լինել, եւ եկեղեցին կարող են, այդպես է լինում, բայց աստղաբանությունը այն օղակն է, այն դաշտն է, երբ որ մարդը գալիս է, տեսնում է խնդիրը կա, խնդիրը կարող է տևել այսքան ժամանակ, թե մարդը ինչպես կարող է անցնել այդ խնդրի միջոցով, կախված է եւ իր ներուժից, այո, անհատապես թե ինչպիսի ներուժ, պոտենցիալ հնարավորություն է եւ իր կողքը, հա, շուրջը ինչպիսի մարդիկ են եւ հարվածը որտեղից է գալիս։ Քանի որ մենք խոսեցինք նաև ձեր նոր, այսպես ասած, կարելի ասել մասնագիտության մասին, բիզնես աստղաբանության, կարծում եմ մեր հետևորդներին եւս կհետաքրքրի, մենք շատ հաճախ լսում ենք այսպիսի հաջողված գործարարների մասին, շատ հաճախ լինում են կարծիքներ, որ նա օրինակ երբևէ պատանեկության տարիներին կամ երիտասարդության տարիքում որևէ այսպես ասած էական գիտելիքներով աչքի չի ընկել, բայց արի ու տես, որ շատ լավ հաջողակ գործարար է դարձել, միլիարդատեր է դարձել, հա, սա ինչ որ չափով կապված է, թե որ ժամին, որ օրն է ծնվել, սա ինչի հետ է կապված։ Այո, շատ կարևոր հարցադրում արեցիք, վերջերս ուսումնասիրում էի աշխարհահռչակ եւ այդ մեծահարուստներին, նրանք միլիոնատերներ, միլիարդատերեր, գաղտնիքները այդքան չեմ բացահայտում, բայց ասեմ, որ առյուծի եւ կարիճի կենթանակերպում շատ լուրջ մոլորակային դիրքավորումներ ունեն նրանք, որտեղ առյուծը դա ազարտն է, անդադ իրենք ազարտի են ձգնում, խաղացող են իրենք անդադ իսկ նրանք ովքեր շատ ինվեստիցիաներ են անում մեծ գումարների հետ սերուն են կարիճներ են, որտեղ նրան անդադ հետապում է սա մեծ գումար վաստակեց, սա բանկից էս վերցրեց, սա ձեռք բերեց, ցուլերի մոտ էլ կարող է լինել դա ջրհոսները ազատ նշան է, բայց նրանց մեջ է ջրհոսը ավելի շատ նրանք վաստակում են, ասեցի, համացանցի միջոցով, բայց այո, այդ ամենը ներդրված է ժամի րոպեի ճշտմամբ, ես մի դեպք եմ պատմել ձեզ մոտ, որ ինձ դիմել էին երկու աղջիկ, մեկը 2 օրվա տարբերությամբ, երբ որ մեկի քարտեզը հաշվեցի, երեխա չունենալու խնդիր էր, հիշում եք այդ պատմությունը, երբ որ Սև լուսինը խեցգետնում էր, երկուսի մոտ նրանք ծնվել էին նույն օրը, նույն տարի ամիս օր նույնը։ Բնակվում էին տարբեր վայրեր, մեկը Հայաստանում, մյուսը արտերկրում, ժամը շատ քիչ տարբերությամբ։ Այստեղ ինչն էր կարևորը, որ իրանց խնդիրը սիրելի իրենան նույնն էր։ Իրենց մոտ Սև լուսինը խեցգետնում էր եւ ինձ դիմել էին երեխայի հարցով։ Երկուսն էլ երեխաներ չունեն։ Այո, նույն անունը ունեին, նույն տարի ամիսօրն էին ծնվել ու երկուսի մոտ էլ երեխայի խնդիր էր։ Դա կարմիկ խնդիր էր, կարծեմ կարմայի մասին ունենք հարցադրում։ Սև լուսինը խեցգետնում եւ Սև լուսինը առյուծի կենթանակերպում դա երեխաների հետ կապված խնդիրներ է բերում, թե ինչպես կբացատրեմ արևելյան փիլիսոփայության այդ տեսանկյունից։ Սահուն անցնենք նաև արևելյան աստղաբանությանը, մենք գիտենք, որ մեր հայրենակիցները ամեն դեպքում համացանցի դիտարկումներից ելնելով շատ հաճախ օգտվում են արևելյան աստղաբանությունից եւ հարցս հետեւյալն է, որ արդյոք կան նույն արևելյան աստղաբանության մեջ նշվում է, որ կան մարդիկ, ովքեր ծնվում են, այսպես ասած, դիվական ուժերի հովանավորչության ներքո եւ հետագայում դրանք այն մարդիկ են, ովքեր հետագայում, այսպես ասած, որքան էլ նրանց բարությամբ պատասխանես, միևնույն է նրանց չարությունը ներսից նրանց, այսպես ասած, հոշոտում է եւ նրանք երբեք բարի լինել չեն կարող, եթե անգամ բարի են լինում, այդ պահին հաշվենկատորեն են մոտենում, հա։ Ուզում եմ խոսենք այդ արևմտյան աստղային օրացույցի մասին։ Ես գիտեմ, որ դուք շատ լավ տիրապետում եք արևմտյան աստղային օրացույցին եւ կուզենամ խոսենք, թե ինչքանով է արևելյան աստղաբանության մեջ տեղ գտած
այդ այսպես ասած դիվական ուժերի հովանավորչությամբ ներքո ծնված մարդկանց մասին տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը։ Ահա, հետաքրքիր հարցադրում արեցիք, արդյոք ձեր կյանքում այդպիսի իրավիճակներ եղել են, որ հստակ այսպես տիպիկ նկարագրեցիք այդ վիճակը, ոչ միայն արևելյան աստղաբանության մեջ, նաև արևմտյան աստղաբանության այդ դաշտում, այո, մենք ուսումնասիրում ենք, չնայած վերջին 10-15 տարիներն են, բայց այո, այդպիսի դիրքավորումները կան, դրան ավելի շատ ենթակա են ջրի տարերքի ծնվածները, ձուկ, խեցգետի եւ կարիճ։ Եթե մարդիկ ունեն բարդ մոլորակային դիրքեր կարիճում, ապա նրանք կարող են զբաղվել դրանով, հնարավոր է ըստ արևելյան փիլիսոփայության ցույց է տալիս, ասում է, որ մեր այս քարտեզը մեր բոլոր կյանքերի համադրումն է, հա, նա կարման է, սա դհարմարն է, այս կյանքում մեզ տրված ծրագիրն է։ Եվ եթե անձը երեխաների հետ լավ չի վերաբերվել, նույնիսկ լավ չասեմ, որովհետև շատերը գիտեն դրանից կարող են վատ զգալ, երեխաների հետ վատ վերաբերմունք ունենալը, երեխա չսիրելը, դա արտահայտվում է առողջ կենդանակերպում, ընտանիք չունենալու գաղափարը, ընտանեկան հոգսեր չկրելը, ավանդույթներ չպահել, հայրենիք չսիրել, դա խեցգետնի կենդանակերպում դիրքերն են։ Կարիճի կենդանակերպում շատ նայում, դիտարկում, որ այնտեղ էլ այո, այդ եւ Պլուտոն, եւ Սև լուսին, եւ մանավանդ իջնող հանգույցը կարիճում, նրանք մոգական այդ բոլոր հնարքներին հնարավոր է տիրապետում են եւ ըստ արևելյան փիլիսոփայության նրանք այդ ամենը կրում են իրենց մեջ եւ բերել են, դա նախորդ կյանքերի փորձն է, երբ որ մի աղջիկ զանգեց ինձ երեխա չեր ունեմ, իր մոտ լուսինը Նեպտուն է եւ որքան գիտեմ Սև լուսինը կարիճում էին, ես հարցեցի արդյոք քո տատիկներից զբաղվել են մոգությամբ, ասեցի իմ երկու տատիկներն են զբաղվում, մեկը հայ էր, մյուսը ռուս էր, Ռուսաստանի հայ էր, ասեց եւ հենց դրա արդյունքում էլ ես ամուսնացել եմ, կարողացել եմ իմ այո, բայց երեխա չէր լինում։ Բայց իմացեք սիրելի հետևորդներ, ինչու եմ տարբեր TV-ներում, տարբեր հարթակներում հենց այդ հարցադրումը լինում է, որովհետև Սև լուսինն է կարիճում, ակտիվացել են այդ սև ուժերը, մարդիկ ովքեր իրենց մեջ կրում են այդ ուժերը, նրանք ովքեր ամեն 7 տարի մեկ են, 49, 42, հա, այդտեղ գալիս է արդեն 30, 42, 36, հա, այդ տարիքային խմբերում գտնվում, ամեն 7 տարի մեկ ծնվածները, 28-երի մոտ էլ արդեն կզգան այսպես, գիտեք ինչ է, Սև լուսինը կարիճում նույնիսկ դա վամպիրիզմն է, էներգետիկ վամպիրներ են, դրանք մարդկանց նյարդայնացնում են, որպեսզի իրենց արյունը կրեն, վերջերս ինչ-որ միջոցառման էինք, իրենք կույս են, դուք եթե ինձ լսում եք, ասեցին մենք կույս ենք, բայց մենք միս ենք սիրում, ուտենք, ասի մի րոպե, ես հիմա կասեմ, ուրեմն ձեր լուսինը կարիճում է, կարիճը դա մահվան հոտն է, միսն է, այո, իրենց երկուսի լուսիններ կարիճում են, շատ հետաքրքիր բացահայտումներ, ինսայթներ են լինում ինձ մոտ, եթե դու լավ ես տիրապետում այդ լեզվին, անպայման այդ ամենը կա։ Կան աստղաբաններ, որոնց Սև լուսինը ջր հոսում է, կարիճում, իջնող հանգույցը կարիճում, ինձ կարող է լսեն, իրենք մոգությամբ են զբաղվում, պարբերաբար անիծում են, շատ ցածր վիբրացիաների ազդեցության տակ են, իրենք այդ ամենը հասկանում, նա միթե չգիտի, որ նախորդ կյանքեր գոյություն են եւ այդ սև էներգիաները միևնույն է հարվածել են, թեկուզ ինքը ոչ ոք չունի, միայնակ է, ու հաջորդ կյանքն է կառուցում, Իլոնա ջան, եթե այդ հարվածները չեն գտնելու իրեն, իր կողքերը, բայց ինքը վնասում է կրկին իր կյանքը, հաջորդ կյանքում միայնակ է գալու այս երկիր կամ ընկնելու է ցածր վիբրացիաներ, այնտեղ կրոնի լեզվով, որ ասում են դժոխք։ Շատ հետաքրքիր դիտարկում արեցիք անեծքի մասին, մենք վերջերս հաճախ ենք համացանցում այդ անեծք, չարախոսություն, չարախնդալը, կարծես ամեն օր ամբողջ համացանցը ողողված է նմանատիպ, այսպես ասած, բացասական էներգիայով եւ հարցս հետևյալն է, անեծքի վերաբերյալ տարբեր գրականություններում նշվում է, որ անեծքը, հայրական անեծքը շատ ավելի վտանգավոր է, տղամարդու այսպես ասած անեծքը, քան մայրական անեծքը եւ կուզենամ նաեւ այս առումով, եթե աստղաբանությունը ունի իր մեկնաբանությունը անեծքի վերաբերյալ, ինչ ուժ ունի անեծքը եւ արդյոք աստղաբանության տեսանկյունից կարող ենք դիտարկել, որ անեծքն է առավել այսպես ասած վտանգավոր եւ
արդյոք անեծքից ձերբազատվելու հնարավորություն ունենք։ Մի փոքր երկար ներկայացրեցի հարցս, բայց ամփոփելով հարցս հետևյալն է։ Այ մենք շատ հաճախ մեր շրջապատում բախվում ենք նմանատիպ դեպքերի հետ, երբ տեսնում ենք, որ ինչ-որ մի ընտանիքում պարբերաբար դժբախտություններ են տեղի ունենում եւ հետագայում հետաքրքրվելով հասկանում ենք, որ հարազատներից մեկը նշում է, որ օրինակ իր տատիկը կամ տատիկի տատիկը անիծել է այսինչ մարդուն եւ այդ անեծքը, այսպես ասած, ժառանգաբար փոխանցվել է։ Սա միֆ է, թե իրականություն, աստղաբանության տեսանկյունից դիտարկենք։ Եթե արևմտյան աստղաբանության տեսանկյունից եմ դիտարկում, դա մենք այնտեղ երբ որ ուսումնասիրում, ես ուղղակի ինձ բացատրել եմ, որ գոյություն ունի այդ տիեզերքը երկնակամարը, այնտեղ մոլորակների դիրքեր են կազմում, աստղագիտական հաշվարկների հստակ ֆիզիկա-մաթեմատիկական աստղագիտական հաշվարկների արդյունքում մենք կարողանում ենք նկարել այդ պահը, 10 մոլորակներ երկրակենտրոն։ Կարծես այսպես նայում ես, այս առաստաղը, հա, եւ այդ ամենը մենք իջեցնում ենք ներքև համակարգչային ծրագրերը արդեն այդպես պատկերն են պատկերում։ Բայց ավանդական մեր այդ պատումներից, նաև արևելյան փիլիսոփայության տեսանկյունից երբ որ նայում ենք, այո, այդտեղ կան որոշակի ուղղություններ դառադավայա կառնը ռուսերեն ավելի լավ է հնչում, այո, հնարավոր է, ասում են, որ նախորդ կյանքերում նրանք իր նախնիների ինչ-որ բաներ են արել, այժմ դրա համար պատասխան է տալիս, մի քիչ այսպես, եթե ինձ մոտ էլ մի քիչ դա բալանսավորումը խախտվում է, եթե ես տրամաբանորեն եմ մոտենում, բայց կարող է եւ այդպես լինել։ Աստղաբանությունը այդտեղ ցույց է տալիս, թե սև լուսինը որտեղ է, իջնող հանգույցը որտեղ է, Սատուրնը որտեղ է, կարմայի հետ կապված բոլոր ծրագրերը հարգելի Իրոնա, 10 մոլորակներն իրենք տալիս են, բայց Սատուրնը կարման է։ Սատուրնը ամեն ձեզ ասեմ 7 տարի մեկ, եթե հայրական անեծքի մասին է խոսքը կամ հոր մասին է խոսքը, հնարավոր է անձը ծնվել է Սատուրն արև բար դիրքերով եւ 7, ասենք, այստեղ է Սատուրնը, հաջորդ տարի այստեղ եղավ, խնդիր է տալիս, 15 տարեկան է շատ կար, այստեղ եղավ, խնդիր է տա 7.5 տարի մեկ, այստեղ եղավ, խնդիր է տա եւ այսպես փուլերը եւ շատ կարեւոր 29-30 եւ 15 տարեկան այդ շրջափուլն հետո գալիս է արդեն 44-45-ը, հետո գալիս է կրկին 29-30-59-60 տարեկան այդ շրջափուլներն եւ դուք տեսել եք, չէ, կան մարդիկ, որ հենց կարևոր իրադարձություններ իրենց կյանքում տեղ ունենում, բեկումնային իրադարձությունները, սահմանափակումներ, խնդիրներ, այսպես ամեն ինչ քանդվում է, դա Սատուրն է։ Ուրանով էլ կա, սև լուսինը ասեցի 7 տարի մեկ է լինում, 7 տարի սև լուսինը, որ կենթանակերպում որ եղավ քո քարտեզում, դա քո թույլ կողմն է։ Կարող են դրա համար, կարող է խնդիրներ գալ։ Եթե դու չես անում դա, անպայման այդ խնդիրների մեջ պետք է ընկնես, այդ կարման դու այդ խնդիրը լուծես այս կյանքում գնաց։ Սև լուսինից բացի հանգույցներն են։ Սև լուսինը, ասեմ ձեզ, լուսնի ուղեծրի ամենահեռու կետն է երկրագնդից, բայց հստակ աշխատում է։ Ինչքան գիտեմ, դա զորոաստրիզմից, հա, եկա զրահադաշտական այդ աստղաբանությունից եկած է այդ ինֆորմացիան, բայց միևնույն է աշխատում է, ինքը ֆիկտիվ կետ է, աշխատում է, նույնը հանգույցները, արևի եւ լուսնի ուղեծրերի հատման կետն է, այդ խավարումները աստղաբանորեն էլ իրենք հաշվում ենք մաթեմատիկորեն, իրենք կպած են, եթե արևի խավարում է, արևը լուսնի հետ միասին եւ հանգույցները այնտեղ են, այդ իրենց ուղեծրերի հատման կետով են ուղեկցվում։ Լուսնի խավարում է, արևը լուսինը իրար դիմաց են, ես աստղաբանական եմ ասում, այդ իրենց ուղեծրերի հատման կետերը կրկին մի քանի մինչև 18 աստիճան կարող են գտնել, բայց այդ հատման կետերը հենց այդտեղ են եւ դրա համար եւ իրական կյանքում աստղագիտորեն եւ աստղաբանորեն աստղաբանը կարողանում է հստակ հաշվարկես, տեսնում է արևի խավարումը ինչպես է արձանագրվում քարտեզի վրա, այն ինչ աստղագետներն են ասում, հստակ երևում է եւ բերում է սա էլ ասեմ ճակատագրական խնդիրներ խավարումների ժամանակ 18.5 18-19 տարի մեկ, հետո յուրաքանչյուր, այսինքն 18, 19, 37, 38,
56, 57, 74, 75, 76 այդ բարձր տարիքային շրջափակում մի քիչ խախտվում է։ Դուք կտեսնեք, որ հենց ճակատագրական խնդիրներ են ունենում մարդիկ։ Կարծում եմ մեր հետևորդներին եւս այդ ձեր դիտարկումից հետո կհետաքրքրի հետեւյալ հարցը, արդյոք աստղաբանության միջոցով, այս դեպքում ձեզ դիմելով անհատական քարտեզի միջոցով կարող ենք պարզել, թե մենք կոնկրետ տվյալ անձը անեծքի ուժի տակ է, թե ոչ, կամ որևէ այսպես ասած սև մոգության։ Գիտեք, ես միշտ վերապահումներով եմ մոտենում սև մոգությանը, քանի որ ես այդ դաշտում ոչ մի փորձառություն չունեմ, բայց որքան որ քարտեզները ուսումնասիրում եմ, այո, ես կարող եմ դիտարկել քարտեզը եւ տեսնել նրա քարտեզի թույլ կետերը, որոնք ի ցույց են դրվում սև լուսնի, հանգույցների եւ Սատուրնի միջոցով։ Իսկ անեծքի նույնն է, դա սև լուսին է։ Սև լուսին եւ մնացած հայրական անեծքը արևի հետ, արև Սատուրն դիրքերն են, մայրական անեծքը լուսին Սատուրն, երբ որ հոր տեսակետը չի ընդունում արև Պլուտոն, այ արև Պլուտոնն է շատ կարեւոր, որը Պլուտոնը մահվան վերածնդի մոլորակն է, ես աղջիկներ կան, որ չեն ամուսնանում, հարցս հայրիկի հետ ինչպիսի հարաբերություն հայրիկը ապրում է թե չէ, երբեմն ասում են մահացել է, արև Պլուտոն վատ դիրքերն է, երբեմն ասում են նա կա ֆիզիկական պլանում, բայց ես նրա հետ կապ չունեմ։ Այդ ամենը աստղաբանական քարտեզում հստակ երևում է։ Մենք զրույցի եւ սկզբում եւ զրույցի ընթացքում խոսեցինք նախնիների մասին, թե ինչ հետ կարող են թողնել նախնիները մեր կյանքում եւ հարցս հետեւյալն է, շատ կարծում եմ դուք եւս լսած կլինեք մեր հետևորդները եւս, որ շատ հաճախ երբ մարդը մահանում է, մենք նրա հարազատին փորձելով վշտակցել նշում ենք, որ հատկապես հոգեվորականները, հա, երբ գալիս են նշում են, որ նա պարզապես ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց հոգեպես նա ապրում է եւ մեր յուրաքանչյուր, այսպես ասած, էմոցիան նա տեսնում է եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նա մեր դրական էմոցիաներին, այսպես ասած, հետևի եւ հատկապես հայկական առասպելաբանության մեջ կա այսպես ասած տեսակետ, որ մինչև 40 օրը մահացածը դեռևս իր ընտանիքում է, դեռևս իր տան մեջ է, նրա հոգին դեռևս տան մեջ է թևածում։ Այս մասով կուզենամ նաև աստղաբանության տեսանկյունից դիտարկենք, որքանով է դա առասպել է, թե իրականություն։ Ինչ են խոսում այս մասով աստղերը։ Աստղերը ցույց են տալիս, որ նրանք առավել այդ այլ աշխարհների հետ կապ կարող են հաստատել այլ աշխարհներ, կարիճները, անդրշիրիմյան ձկները դրանք արդեն վերևում գտնվող, հա, հոգիներն են, նրանք հրեշտակներն են։ Խեցգիտիները կարող են զգալ իրենց նախնիների այդ ներկայությունը, իհարկե դրական մոլորակներ, քարտեզները կրկին դրանք ցույց են տալիս, երբ որ ես ասում եմ ձեր տանը սուրբ ունեք, իրենք զարմանում են։ Այո, սուրբ ունեն, այդտեղից երևում է, որ նրանց այդ նախնիների ներկայությունը կա, նույնիսկ Սատուրնի դեպքում եմ նկատում, հարցնում եմ, արդյոք ձեր ազգում այսպիսի մեկը եղել է, որը բանիմաց, իրեն հարգել են, հոգևոր գիտելիքներ են ունեցել, քարտեզները այդ ամենը ցույց է տալիս։ Էզոթերիկ տեսանկյունից այստեղ գալուց առաջ ինձն էր հետաքրքիր, որ այդպիսի մի նյութ բերեց ինձ համացանցում, ես հասկացա, որ պիտի դա լսեմ։ Այո, այնտեղ ասում էր, որ մինչև 3.5 օրը իրենք շրջապատում են լինում, ասեց հայելիները ինչու պետք է փակեն, որտեղ հնարավոր է իրենց հոգիները շարժվեն, այո, եթերային պլանում եւ այդ ամենը երևա գիտական առումով ես կարդացի վերջերս Բեղտերևային, որը մահացել է, Բեղտերևան ինքը նշել էր, որ այո, հոգիներ գոյություն ունեն։ Նա եւ գիտական շրջանակներում էլ արդեն վերջերս ասել ես հանդիպել եմ հոգեթերապևտի, նա նաեւ արդեն ավանդական հոգեթերապիայից անցնել է ռեգրեսիվ այդ մեթոդներին, ռեգրեսոլոգները նրանք հիմնականում արդեն աշխատում են նախորդ կյանքերի խնդիրների վրա։ Բացատրեց այդ մասնագետը, որ մի կին էր եկել ինձ մոտ, կոնքի հատվածում սուր ծակոցներ կար, նրան ասել են, որ դա հոգեսոմատիկ է, որովհետև ոչ մի բժշկական հետազոտություն դա ցույց չէր տվել, նրան ասել էր, որ խնդրում եմ մանկության տարիներ անցնենք եւ այդտեղ հասկանանք ինչ խնդիր ունեն։ Երբ որ նա անցել են արդեն այդ թերապիային, նա բացատրել է, որ ես Ֆրանսիայում եմ, պատերազմ է եւ այդտեղ հարձակվեցին մեր վրա եւ նրան
վիրավորում է ստանում, մահացու վիրավորում է ստանում հենց մարմնի այդ հարվածում։ Այդ բժիշկը նա ասեց բավականին երկար տարիներ փորձառություններ 10 քանի տարի մինչև 20 տարի աշխատել էր ավանդական մեթոդներով եւ սկսել էր աշխատել հենց այդ խնդիրների վրա, չգիտեմ, գիտական հիմք չկա, բայց իրենք լուրջ մարդիկ են, իրենց կյանքի հետ գործունեությունը դիտարկում ես, ուրեմն նրանց մոտ նեպտուն է, ինչ որ կենթանակերպ մեծկներն է եւ ամենակարևորը Իլոնա ջան, լինի չլինի, որ ոլորտում էլ աշխատես, աստղաբան լինես, հոգեբան լինես, էզոթերիկ լինես, լույս ճառագի, լույս տուր մարդկության, չնայած շատերին իմ այս լույսը իրենց շատերին փոխանցում է, շատերը դրանք ով խավարի մեջ են, նրանց խանգարում են, նրանք այո չարանում են եւ սև լուսնի դիրքերով կարող են ինչպես որ սովորական լույսը երբ մթության մեջ է կարծես թե այսպես մարդկային աչքեր է կուրացնում, նույն կերպ երևի այդպես է լինում է, պետք է մարդ լույս տա, կյանքի ինչ փուլում էլ լինես, մենք բոլորս անցումային փուլեր ունենք, մենք ունենում ենք շատ դժվարություններ, ճգնաժամային վիճակներ, բայց ես միշտ ինձ ասել եմ հավաքվի, եթե դու կաս, ապրում ես, ուրեմն պետք է ծառայես հանրությանը։ Եվ թերևս վերջին հարցը, կրկին կարծում եմ մեր մանկության տարիներին էլ, պատանեկության տարիներին էլ մենք շատ հաճախ մեր տատիկ պապիկներից, հատկապես երբ երեկոյան բակում նստում էինք, լսում էինք հետևյալը, որ այտես մի հատ աստղ ընկավ, մեկը որ աստղ ընկավ, մեկը մահացավ, հաջորդ աստղը ծնվեց։ Սա ինչ է ասում աստղաբանությունը սրա մասին։ Սա եւս այսպես ասած առասպել է տատիկ պապիկներից եկած հնուց թե իրականություն է։ Արևելյան փիլիսոփայությունը, ինդուիզմը եւ բուդդիզմը նրանք հենց այդ ուսմունքի մեջ կարևոր բաղադրյա մասը դա ռեինկարնացիա գաղափարախոսությունն է։ Տարբեր է այդ մի քանի հեղինակներին, երբ որ կարդացել եմ, լսել եմ, ես մի քիչ վերապահում եմ երբեմն ռեինկարնացիային վերաբերում եւ իմ ուսանողներին շրջապատում ասում են ինչպես կարող ես գանել դու այդքան աշխատում ես, քանի որ այդ փորձը դեռևս չեմ ունեցել, ես ցուլ եմ, հող եմ, հա, պիտի շոշափեմ, բայց ես իմ շրջապատում տեսնեմ բավականին կիրթ մարդիկ կայուն հոգեվիճակով, որ այդ դրույթը, այդ իրենք առաջ են տանում եւ հետեւում են, հա, ինչ եմ նկատել, որ այո, այդ ամենը կա, ասում են, որ մինչեւ 3-4 օրը իրենք մեր շրջակայքում են, միջև այստեղ անցումային դաշտ կա, իրենք որ անցնում են հետագան պետք է գնան, նրանք ովքեր բարձր հոգևոր զարգացում ունեն, ըստ քրիստոնեական ուսմունքի կգնան բարձր շերտեր, հնարավոր է ետ չվերադառնան այստեղ, ովքեր թերի գործեր են թողել, ովքեր կապված են իրենց ընտանիքի անդամների, ավանդույթների հետ, այդ հոգիները մոտակա 100 տարվա մեջ նրանք խմբվում են այնտեղ եւ նորից վերածնվում են երկրի վրա եւ այն հոգիները տան անդամներ, որոնք ավելի շուտ են լքում հայրենիքի իրենց հարազատներին, իսկ այն հարազատները, որոնք պետք է տառապեն ու տառապում են իր երեխայի, ամուսնու, մոր, հոր համար, այդ հոգիները ավելի բարձր զարգացում ունեն, նրանք ավելի բարձր փշակաղում են, ծրագիր են վերցրել, շատերը կան, որ ուղղակի իրենք գործ ունեն այստեղ անել, նույն իրավիճակում կարող են հայտնվել, մեկը գնա, մյուսը մնա, այն ով որ մնացել է, նա ավելի ուժեղ է եւ նա տառապելու ավելի հզոր ուժ ունի իր մեջ, իսկ մյուսը որ գնացել է կարճ ծրագրով է եկել, այլևս անցած օրը այդպիսի մի վայրում է մի երեխայի մայրիկի մոտ, որ երեխան շատ են ուռուցքային դեպքերը, քանի հոգի արդեն մոտ 7 հոգի տեսան, ես հասկացա մայրը ուներ 3 մոլորակ Պլուտոն, Սատուրն, Մարսը կարիճում, ես հասկացա, որ այդ անձը այնքան հզոր է, դու ինչքան տեսնես այդ տառապանքները, միևնույն է, մենք չենք ղեկավարում մեր կյանքը, դա վերին ուժերն են, նրանք ովքեր որ մնացել են, պետք է ապրեն, ստեղծագործեն, հանրօգուտ աշխատանք տանեն այն միջավայրում, որտեղ ապրում, իսկ ովքեր որ գնացել են, հուսամ, որ գնացել են բարձր շերտեր, հիմնականում որ շուտ են մահանում իրենք, դրանք ավելի բարի հոգիներ են, բայց
քիչ կարմայական փորձով։ Նրանք արագ եկել են ինչ-որ գործանեն գնան, որ հետո երևի վերածնվեն, երևի, բայց 100% չեմ կարող ասել, քանի որ այդ փորձը չունեմ։ Ես շատ շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, այսօրվա զրույցը կարծում եմ մեր հետևորդները եւս կկիսեն իմ տեսակետը, որ այսօրվա զրույցը շատ ավելի ինֆորմացիոն է եւ շատ ավելի, այո, աստղաբանության հետ շատ ավելի կապ ուներ, թե մեր բոլոր զրույցները, բայց նախկինում մենք անդրադառնում էինք հիմնականում կանխատեսումներին, իսկ այսօր ավելի խորը աստղաբանական խնդիրների անդրադարձանք։ Ես շատ շնորհակալ եմ եւ կառաջարկեմ նաև մեր հետևորդներին, որպեսզի իրենք եւս մեր հաղորդաշարի մեկնաբանություններում գրեն, թե ինչ հարցեր են նրանց հետաքրքրում եւ ձեր թույլտվությամբ մեր հաջորդ հանդիպումների ընթացքում արդեն քննարկենք հաջորդ աստղաբանությանը վերաբերող ավելի խորը աստղաբանական խնդիրներ։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ մեր հետևորդներից եւ բոլոր եւ դրական եւ բացական մեկնաբանումներ գրողներից սիրելի հետևորդներ, այդ բացական մեկնաբանումները ուղղակի նկարագրում են ձեր տեսակը, իսկ նրանք, ովքեր անկեղծ մեկնաբանություններ են գրում, թեկուզ դիտողություն են անում, ես անպայման դա հաշվի եմ առնում եւ փորձում եմ հենց այդ տեղը շտկել։